Չարենցավանը շատ լավ վիճակ, այսպես նոր սարեր ենք սարքում։ Ձյունե սարեր են Չարենցավանի փողոցներում։ Առատ տեղումներն ավելացրել են բնակիչների առօրյա հոգսերը։ Կոմունալի աշխատակիցներին կամավոր միացած չարենցավանցիները բահով, քլունգով են փորձում մաքրել մայթերին կուտակված ձյան հաստ շերտն ու սառցե սահադաշտը։ Ցրտաշունչ ձմռան ամենամեծ ծախսը կոմունալ վճարներն են։ Դեկտեմբերը, հունվարը եւ փետրվարը թոշակառուների համար ամենածանր ամիսներն են։ Ապրուստի միակ միջոց թոշակի մեծ մասն ուղղվում է լույսի, գազի եւ ջրի բարձր մարելուն։ Չարենցավանա, ցուրտա, ձմեռա, կոմունալնի բարձերա։ Եթե նորմալ ասենք մարդավարի ապրես, 60-70 հազար պետք է որ կարողանաս տունը ջեռացնես։ Տեղ հաց կա, ջուր կա։ Արցախցի է Արարատ Մկրտումյանը։ Նախ Բաքվից, ապա Ստեփանակերտից է տեղահանվել։ Չարենցավանում վարձով է ապրում։ Այս տարիքում աշխատանքը գտնելը մեծ ճոխություն է համարում։ Պարապուրտի ժամերը հասակակիցների հետ բակային զրույցներով է սպառում։ Սոված ֆրֆռում է միջև մտնեմ։ Լավ չի, այդպես։ Աշխատող մարդին ինչ կա, ինչ բան։ Ոչ բան չկա։ Եվ հույս էլ չկա որ լինելու է։ 26 իմ տան լիֆտն է, 1000-4000։ Ջուրը, զիբիլը, տանվարձը 7, գազը, հոսանքը 70,000։ Ինչքան տալիս է 36,000։ Այդքան է պիտի դնեն գրեն, հույս մենակ իր Փաշինյանի պարտքերը տամ։ Պատկերացնում ես, քան հրը չեմ ասում պետք է հաց ուտես։ Հուսախաբ թոշակառուները նախ զարմացել, հետո տարակուսել են, երբ լսել են, ինչպես են ազգային ջոջերն իրենց ջոջ պարգևավճարներ ընծայել, իրենց էլ ասում են, եթե թոշակները 10 կամ 20 հազար դրամով ավելացնեն, որտեղ պիտի ծախսեն։ Թոշակառուների թոշակ ամսական 11 հազար դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Աբա խելոք է, էլի պայրանը թո պակասցնի, որ իմանայ պակասը ինչ է, էլի։ Այս թոշակառուները ուղղակի կոպիտ ասած թանիած կցեն կանալը պրծնեն, էլի։ Ես 5 տղա ունեմ, 5 տղան էլ Արցախում կռվել են, հերոս են եղել։ Բայց ոչ մի օգուտ չունեմ ես էլ դրությամբ, կառավարությունից չունեմ։ Մեզ զորավար Անդրանիկ ասավ, եթե գլուխը դնում ես բարձին քննես, մի քիչ այդ ազգիտ մասին մտածի։ Այդ ես Փաշինյանն եմ ով։ Մի քիչ ազգիտ մասին մտածի Փաշինյան։ Ոնց եմ ապրել։ Պատկերացեք, տանը վախում եմ լուսանք միացել։ Ինչ տականամ։ Նստած մրցում ենք, շան նման ապրում եմ։ Թանկացնում է ապրանքը, օր-օրի վրա թանկացնում է։ Բայց ի՞նչն է փոխվում այդտեղ։ Մի բան չես սպառմանում։ Շաբաթը մի անգամ, գոնե ամիսը մի անգամ մի հատ միս, մի բան չառնես տանդ մեջ էփես ուտես։ Կարակը թանկացել է ժողովուրդ ջան։ Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Կարա միս թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Կամ խոզի միսը թանկացել է, այս սխտոր կերեք, այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ Ընդդիմադիր Փաշինյանն այսպես ընտրողներին համոզում էր դեռ վարչապետ դառնալուց առաջ։ Այսօր արդեն իշխանական բուրգի գագաթից մեկ զայրանում է, մեկ մատ թափ տալիս, երբեմն էլ հորդորում, համոզում, որ այն ինչ կատարվում է իր կառավարման ժամանակ, տարածքային զիջումներից մինչև աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ, թանկարժեք վոյաժներից մինչև ուժեղացված անվտանգություն, սրտիկներից մինչև սեփական ժողովրդի հանդեպ խորը անտարբերություն, ճիշտ է ու արդարացված։ Արփի Ռափյան, Էպիկենտրոնի համար։